Մերոնք գետեմ կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Մեր ծրագրի գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ին։ Իսկ Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է ընտրական գործընթացը կամ ինչպես ճիշտ կլինի ասել, կլոունադան, այսինքն յուրաքանչյուր ընտրվող փորձում է կարևորել թե ինչու իրեն ընտրել եւ գրեթե 90% կամ ավել բոլորը խափում են։ Գաբրիել Սունդուկյանի ասած դիպ խափումին ու խափումին։ Եվ մենք ներկա ենք այդ վտանգավոր գործընթացին, մասնակիցն ենք այդ վտանգավոր գործընթացի, ուր կհասնենք այդքան էլ պայծառ չի ապագան։ Ոչ թե նրա համար թե ով կընտրվի, իշխողը կընտրվի, չիշխողը կընտրվի, այլ հետո ինչ ենք անելու։ Եվ այսպես ոչ անհայտ Ռոբերտ Քոչարյանը բառապաշար օգտագործեց Նիկոլ Փաշինյանին ասած այ համբալ դու մեր ինքնությանը բան ես ասում միջև համբալին հասնելը սկսենք ինքնությունից ով է խոսում ինքնությունից Ռոբերտ Քոչարյանը դուք պատկերացնում եք մի մարդ ով մինչ օրս չգիտի իր արմատն ուր է անկեղծ ես Այն չարախոսությունները չեմ ասում, հերը թուրք է եղել, ինչ եղել, ես չգիտեմ, բայց արդյոք Քոչարյան Ռոբերտը գիտի, ինչ ասել է հայ, Հայաստան, հայրենիք, երկիր եւ նա խոսում է ինքնությունից։ Դա այն Ռոբերտ Քոչարյանն էր, ում իշխանության օրոք երբ գնդակահարեցին Հայաստանի քաղաքական էլիտան, Կարեն Դեմիրճյան, Վազգետ Սարգսյան եւ այսպես շարունակ, երբ եկել էր հոգեհանգստյան արարողությանը Պանիխիդային, այսպես ասած, երբ աջունները շարված էին, հանկարծ այդ ինքնության, ինչպես ինքն է ձևակերպում, հովանավոր կաթողիկոս կոչվածը, այս գողավազակ կտրիչ Ներսիսյանը, երբ խաչը մոտեցրեց Ռոբերտ Քոչարյանին, սա, եթե չամանչեր, կթքեր այդ կաթողիկոսի վրա։ Միանշանակ եմ ձեզ ասում, այնպես նայեց, որ սա վախից խաչը վերցրեց ու կորավ գրողի ծոցը։ Հիմի Քոչարյան Ռոբերտը խոսում է ինքնությունից, պաշտպանում է եկեղեցին, այսպես ասենք, ճակերտերի մեջ եւ ասում, որ արա այ համբալ Նիկոլ Փաշինյան, դու մեր ինքնությանը ոնց ես համարձակում կապչել։ Դուք պատկերացնում եք ինչի մասին է խոսքը։ Այն պորնիկի, ում հենց նոր բռնացրել են 5 տղամարդու հետ սեքսով զբաղվելով, ասում են ես ինչ ես անում աղջի, ասում է այդ ես չէի։ Բայց ինչու է ասում։ Իսկ գուցե ուզում է ասել այ համբալ ինձ ինչու չես բռնել։ Ես կարծում եմ նա դա էր հենց ուզում ասել Նիկոլ Փաշինյանին։ Քանզի Փաշինյանը, այսպես ասած, մեծագույն խորամանկությամբ իրեն հատուկ գեղձ ու շուստրությամբ օգտագործում է Ռոբերտ Քոչարյանի կերպարը, բոբո կերպարը եւ նա էլ ասում է դու համբալ ինձ բռնեիր էլի իրականում հենց սա էր իսկ ինչու բռնված չի ձերբակալված չի Ռոբերտ Քոչարյանը այն ծնծղա նվակող փչող դաշնակ պարագլուխները այնտեղ մի աղջիկ կա Քրիստինեա ինչ է այսպես տեսքով կանգնած խոսում է չգիտես լաց թե խնդաս բոլորը գիտեն ինչ է արել Ռոբերտ Քոչարյանը։ Բոլորը գիտեն ինչ են արել այդ մարդիկ, այդ նախկինները, բայց միևնույնն է ինքնինքը դուք ինքներդ ձևակերպեք, ինչի կամ ինչ մարդու կամ ինչի երեխու տեղ դրած քարոզում են, որ Քոչարյանի օրոք իրենք հզոր էին, իրենք էս էին, են էին։ Այս աստիճան լկտիություն միայն Փաստաթղթով պորնիկները կարող են իրենց թույլ տալ, կներեք մեղմ բառի համար, փաստաթղթով, երբևիցե մարդկային իրականության մեջ այս աստիճան նողկալի ցածր մարդկային զանգվածը որոշող չի եղել, չի ունեցել հնարավորություն դուրս գալու, հա, նենգություններ տակից արել են, բայց այս աստիճան, որ դուրս գան եւ այսպես խոսեն, երբեք տեղի չի ունեցել։ Եվ երևի դրա համար Քոչարյան Ռոբերտը Նիկոլ Փաշինյանին ասեց համբալ։ Ես ու մենք ինչու ենք փողոցում։ Մոտավորապես ես այսպես եմ ընկալում, սա շատ դաժան է։ Քոչարյան Ռոբերտը ծախեց Արցախը, երբ գնաց եւ
ստորագրեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության տակ այն ժամանակ, հիմի որ ստում են, երբ Արցախը որպես գործոն հանեց, այսպես ասած, ասպարեզից, հա, պատկերացրեք, 5 հոգով ինչ-որ խաղ են խաղում եւ մի կարևոր խաղացողի հանում են։ Այդ ամենակարևոր խաղացողը Արցախն էր։ Հայաստանն ընդամենը հայտարարում էր, որ մենք մեր հայրենակիցներին կամ մեր ազգակիցներին անտեր չենք կարող թողնել։ Սոված չենք կարող թողնել, իսկ կռվում են իրենք։ Աշխարհը այդպես մեզ ընկալում էր։ Այդ այն սուտն է, որ բոլոր պետությունները փորձում են այսպես ասած անել եւ այդ process-ը գնում էր։ Բայց հիմնական խաղացողին մեջտեղից հանեց։ Ինչ է սա, եթե ոչ պետական դավաճանություն։ Բա ինչու պետական դավաճանության մեղադրանքով Քոչարյան Ռոբերտը, ինչպես ասում է ժողովուրդը, ծակից չի նայում։ Ահա այստեղ է, որ Քոչարյան Ռոբերտի եւ նրա նմանների երախը բացվում է եւ ինչ ասես անում են։ Դրանք այն մարդիկ են, ովքեր առանց խղճի խայթի զրոյացրեցին հայոց բանակը։ Մի զինվորական գնում է ստուգելու Արցախի, այսպես ասած, բանակի բենզինի էսի էնի պահեստները, էս էնը ինչ է կատարվում, ինչ ծախսեր, ինչ գերածախսեր եւ այլն, արդեն 18 թվականից հետո եւ պարզում է, որ Խոջալիում մնացած, այսպես ասած, տեպլավոզի վրա անգամ 100,000 լիտրերով վառելիք է դուրս գրված։ Դա 88 թվականից կանգնած այսպես կոչված տեպլավոզ էր։ Եվ երբ հրավիրում է կանչում իր մոտ բոլոր հրամանատարներին, զորամասերի, տեսեք դες ուրիշ ինչ փաստ եմ ասում։ Եվ ասում տղերք, մենք գիտենք ինչ է կարել ու հրահանգով է կարել։ Ձեզ քրեական պատիժ, այն որ ասում է դուք չեք ձեր գլխի տերը, չի սպառնում, բայց վերջ սրանից հետո այսպես չի կարող լինել։ Ու գիտեք ինչ են ասում այդ բոլոր հրամանատարները, ովքեր հիմա մեծ մասը փախած են այստեղ Հայաստանում են, ասում են արա, այ համբալ, վիզդ կկտրենք, դու մեր երեխեքի հացի փողն ես ուզում կտրես, ահա թե ինչ պատկեր ուներ Արցախի ՊԲ-ն հրամանատարական որոշող կազմով։ Սա էր խնդիրների խնդիրը։ Եվ թե ինչու Արցախը չդարձավ մի նոր Ուկրաինա Ադրբեջանի գլխին, հենց պատճառը դա էր։ Սրանք ոչ թե մտածում էին, որ իրենց զավակներին հաց տան, այլ դարձնեն փադիշահ, ինչպես իրենք էին իրենց զգում։ Այստեղ էր խնդիրների խնդիրը եւ դրա հոգեվոր հայրը մարդկանց համբալ ասող Քոչարյան Ռոբերտն է։ Սերժիկ Սարգսյանը, այն Քրիստինե, չգիտեմ ինչան է այդ դաշնակցականուհու հայրերը, դաշնակ պարագլուխները, ովքեր օրնիբուն խոսում էին սրբությունից եւ պղծում հայրենիքը, պղծեցին մինչև վերջնականապես կորցրեցինք։ Այնպես որ Քոչարյանի վերաձևակերպումը Նիկոլ Փաշինյանին, այ համբալ ինձ ինչու չես բռնել։ Իմ տեսակն ինչ գործ ունի պատտվի Հայաստանի Հանրապետությունում։ Էս է խնդիրների խնդիրը, որ այսպես ասած պիտի մարդիկ բարձրաձայնեն եւ իմանանք թե ով ինչ է անում եւ ինչու։ Իրենց վերարտադրվելու համար այ Քոչարյանի նման տեսակներին ասպարեզում պահող Նիկոլ Փաշինյանն էր։ Սա մեծ ցավ է։ Այնպես ինչպես մեծ ցավ է այդ Սամվել Կարապետյանները բանը ուժեղ Հայաստանը, իրականում Սամվել Կարապետյանը փախել է Վլադիմիր Վլադիմիրովիչից։ Իրականում, եթե դուք տեսնեք, թե հայ օլիգարխներն, Ռոբսոնը, SN-ը ինչ վիճակի մեջ հայտնվեցին, ինչպես նրանց բոլորի հնարավորություններն ու միլիոնները դարձան զրո, ձեզ համար պարզ կլինի, թե ինչ է անում այստեղ Սամվել Կարապետյանը։ Չար չունի, ինչպես Քոչարյանի լեզվով կասեն, իլա ջոխտուր խարաշո։
Եկել է, որպեսզի փրկի գոնե իր կյանքը եւ իր ունեցածը։ Այնտեղ իրենք այլևս անելիք չունեն։ Ռուսաստանը վաղուց ռուսական հոգով չի ապրում։ Ռուսաստանը վաղուց ապրում է թաթար-մոնղոլական հոգով, ասեմ ձեզ։ Վերջացած է այնտեղ։ Ռուսաստանը երբեք բարեկամ չի։ Իհարկե, մեզ գուցե վտանգներ է սպասում Ռուսաստանից, բայց իրականությունը սա է։ Մեզ ավելի շատ նաև վտանգ է սպասվում այն հրամանատարներից, ովքեր այստեղի ներկայացուցիչին ասեցին վիզդ կփոկենք, արա մեր բենզինը մենք պիտի թալանենք։ Նրանք Քոչարյանի նմանի շուրջը կանգնած պատրաստ են իրենց երեխեքի հացը ճակերտավոր ասած պահելու համար այստեղ կրակեն։ Ողորմի Վանո Սիրադեղյանի անցավորած ասած մարդկանց են տեսակից վախեցեք, ովքեր ավտոմատներով կհայտնվեն Հայաստանում։ Նաև այդ վտանգն ունենք։ Ինչ վերաբերում է իրեն պատեպատ տվող Նիկոլ Փաշինյանին եւ այն գործոնը մեջտեղ բերող, որ մենք Հայաստանի ինքնիշխան տարանցքից մի մետր էլ չենք տալիս, այստեղ ճշմարտության իհարկե մի մասն է։ Դա այն տարածքն է, որով Հայաստանը, այսպես ասած, անկախացավ։ Այո։ Եվ որպես գործոն, որպես կրվան Նիկոլ Փաշինյանն անընդհատ ասում է, այսպես մենք ինչ անենք։ Այն հարցի այն կողմը, որում ինքը մեղավոր է, այնուամենայնիվ ձայն չի հանում։ Արցախի հրամանատարությունը, Արցախի մասին որոշումներ չկարողանալ կայացնելը ժամանակին, ինչպես ինքն էր ասում, բանակը այլ կառույց էր, այլ կառույցը գլխիդ դիպչի։ Հենց բանակից պիտի սկսեիր։ Բայց սեփական փառքը շատ ավելի գերադասող Նիկոլ Փաշինյանը կանգնեցրեց մեզ ու ինքն էլ կանգնեց այդ փաստի առաջ։ Հիմի ինչպիսի կրուտիտներ փորձի անել, դա արդեն, այսպես ասած, ուշացած է։ Բայց այնուամենայնիվ Աստված եղածը պահի։ Էս է մեր բաժինը, այս բաժինը պիտի կարողանանք պնդացնել։ Եվ ինձ մտահոգողը հենց դա է։ Այլընտրանքը կարծես թե օրեցօր ամեն ժամ մեզանում չքանում է, տեսնում ենք դիմացը ովքեր են, իշխանություն կոչվածը ով է։ Եվ ժողովուրդը պիտի ընտրի այս երկուսի միջև։ Բնականաբար բնազդով մտածող ժողովուրդը, չգիտեմ, կալուգացիներ ու SE-ի հետևից չպիտի գնա։ Գնալու են բոլոր նրանք, ովքեր այն հրամանատարների պես ասում են երեխուս հացի փողը։ Եվ այդ երեխու հացի փող ասելով մի ամբողջ Արցախ տարածաշրջան ու եռաբլուրներ պղծեցին, նրանց համար միևնույնն էր։ Այնուամենայնիվ համբալ արտահայտությունը եկավ Նիկոլի համբալ քաղաքապետի Տիգրան Ավինյանի հորից, ով բոլորին համբալ ասեց, իսկ ես ձեզ ասում եմ, եթե մեկը կարող է մարդկանց համբալ ասել, ուրեմն ինքն էլ իր զավակն էլ համբալ են։ Եվ այդ քաղաքապետ կոչվածը, ով պղծում է երկրում հայոց լեզուն, Նիկոլ Փաշինյանը չի էլ տեսնում եւ իմ տեսակը չի կարող ընտրել Տիգրան Ավինյանի նման մեկին, անգամ եթե դա ասենք թե, չգիտեմ, իշխանություն է, թքած ունեմ։ Ոնց կարելի է ընտրել մեկին, ով խոսում է Հայաստանին, պղծում հայոց լեզուն։ Եվ Նիկոլ Փաշինյանը ինք զինքը հայտնի կենթանու տեղ դրած, այս իրականությունը չի ուզում տեսնի։ Իշխանությունը վերարտադրվելու մարմաճը Փաշինյանին անհասկանալի իրավիճակների մեջ է գցում։ Այնուամենայնիվ Փաշինյանը խորամանկ է, հասկանում է այս ամեն ինչը, բայց նաև թքած ունի արժեքների վրա, այնպես ինչպես արժեքների վրա թքել էր բոլոր այն վարորդներին, ովքեր զրկվել էին խմած քշելու համար, ասի եկեք առանց քննության ձեր փաստաթուղթը վերցրեք, փողը վճարեք, փաստաթուղթը վերցրեք։ Ավելի մեծ տխմարություն մեկ էլ Նիկոլ Փաշինյանը կարող է անել հանուն իր վերարտադրվելու։ Բա ամոթ չի, մարդը հանցանք է գործել, թող գնա քննություն տա։ Բա քննություն ինչու չտա որ։ Ինչ է նշանակում թող ինքը կարա քննություն չտա։ Ով է նման անհեթեթ միտք դրել ձեր փայլուն գլխում Նիկոլ Փաշինյան։ Եվ այսպես շարունակ։ Լավ էր այն օրը տորթ էին բերել Հայաստանի քարտեզով չկտրեցիք։ Բայց այդ տխմարության հեղինակը կամ ձեր համհարզները
բա որ այդ տորթը պիտի բերեին, այդքան որ ուղեղ չունեն ձեր շրջապատում, որ այդ տորթ բերողին ասեն այդ աղա հո ապուշ չես, Հայաստանի քարտեզով տորթը բերել ես որ կտրենք, բա որ Նիկոլ Փաշինյանի խելքն էլ չհասներ, եւ հերթական անգամ մի ցանցառություն իրեն թույլ տալ։ Բա ձեր շրջապատում այդ տխմարներով, ովքեր այդ տորթը չտեսան, այդ վիճակը չտեսան, այս ուր եք գնում Նիկոլ Փաշինյան։ Այնուամենայնիվ, մայիսի 28-ին իր վերջին կրվանը կօգտագործի Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ, զորահանդես կցուցանի, թե մենք ինչ ունենք։ Ինչ էլ որ ցուցանի։ Բարձրաձայն ինձ ու որևէ մեկին ասել պետք չի, բայց գործը որ պիտի արվեր, կամ կուզեի որ արված լիներ, հետևյալն էր. ամեն վայրկյան Հայաստանից 100 հազարավոր 2 կիլոգրամանոց տրատիլով ծտեր պիտի թռչեն, եթե դրա կարիքը լինի, փագեն ամբողջ տարածաշրջանը։ Այս տարիներին այդ ծտերը պիտի արտադրված լինեին եւ արտադրվեն օրնի բուն։ Եթե դա չի արվում, ուզում ես ինգլիզը գիտեք չէ, մերոնք ասում էին անգլիացիներին, ինգլիզի եղած չեղած զենքերը ցուցանի, ուզում ես ֆրանսիացու, ուզում ես, ինչ ուզում ես, դրանով հարց չի կարգավորվում։ Այդ ճամփեքը լավն են, էլի եմ ասում, բայց մեկ արկը բավական է, որ ճամփեդ փակվի, պատրաստ պիտի լինես դիմացինի ճամփեն փակելու։ Այս խնդիրները հուսով եմ, այդ պոպուլիզմը, այդ ինքնասիրահարվածությունը Փաշինյանական, այդ ինչ էր այդ տրուսիկ մայկա արտադրելն ու նկարներ անելը, այդ սախ կոպեկ չարժեն, դա ընդամենը էժան խաբեբայություն ու մանիպուլյացիա է, պաշտպանունակության պատրաստ լինել ու չլինելու արժեքը պիտի հասկանա պետության ղեկավարը, չհասկացաք Արցախի պաշտպանունակության կազմակերպման կարևորությունը, Նիկոլ Փաշինյան Արցախը կորցրեցինք, կապ չունի այն ապրանքները, ինչ իրավիճակին էին հասցրել, դուք ձեր անելիքի մեջ խելքներդ չհասավ ու չարեցիք։ Հիմի խելքներդ հասել է, թե մտածում եք, որ էսա եվրոպացիք պիտի ասեն, ոյ հայերին ձեր չտակ, ասում էին նաև 15 թվականին, ցեղասպանության ժամանակ, իրենց պատար էին անում, աման հայերին կոտորում են, բայց դրանից դենը չանցավ, հայերը իրենք պիտի կարողանային հետ կոտորել և իրենց պաշտպանել։ Եթե դա չարեցին, այսօր էլ եվրոպացիք կարող են բարձրագոչ պաշտպանել մեզ, աման հայերին ձեր չտակ։ Հին քաղաքակրթություն է, հետո վերջում այդ քաղաքակրթությունը վերջանում է, եթե պաշտպանելու բան չունես։ Այդ նույն մեղրի ճանապարհը տարբերություն չկա աշխարհի համար, կարող է դառնալ խաչմերուկ նաև առանց հայերի։ Եթե երկրի ղեկավարությունը ավանակի լակոտ լինի, եթե չհասկանա այդ ամենը պաշտպանելու կարևորությունը։ Ահա իմ մտահոգությունը, թե չէ այս քարոզարշավների մեջ մի գրամ բարոյականություն չկա։ Քարոզարշավ տանողների մեջ մի գրամ բարոյականություն չկա։ Կա մարմաջ, եղածը պահել որպես իշխանություն եւ գալ իշխանության։ Երեխեքի հացի փողը չկտրել։ Սա է մեր դառն իրականությունը, բայց այսպես էլ չի մնա։ Լավ կացեք։